Երբ արդարության պաշտպանն է հայտնվում Ամբաստանյալի աթոռին, հասարակությունը կանգնում է բարդ հարցի առաջ։ Կարող է արդյոք օրենքի լեզուն օգտագործվել հենց օրենքը շրջանցելու համար։ Փաստաբան Արմինե Հարությունյանը տարիներ շարունակ ներկայացրել է իր վստահորդների շահերը թե քաղաքացիական, թե կոռուպցիոն աղմկահարույց գործերով, սակայն այսօր նա հայտնվել է բոլորովին այլ կարգավիճակում։ Միաժամանակ երկու քրեական գործ կաշառք ստանալու մեղադրանքներ, մեկ ուսանողներից գումար պահանջելու, մյուսը դատավորին կաշառք փոխանցելու մեջ օժանդակելու մասին։ Պաշտպանական կողմի պնդմամբ սա հետապնդում է վրեժ քաղաքացիական գործերով գրանցած հաջողությունների համար։ Ըստ փաստաբանների ներկայացված գումարները եղել են փաստաբանական ծառայության վարձատրություն եւ չկան ոչ տեսաձայնագրություններ եւ ոչ էլ անմիջական ապացույցներ։ Եվ այսպես կաշառք ստացող չկա, բայց կաշառք ստանալու մեջ օժանդակող կա։ Ինչը իրականում տեղի ունեցել, հերթական սադրանք է սա, թե բացահայտված հանցագործություն։ Այսօր ներկայացնում ենք մի պատմություն, որտեղ կրթական համակարգը, իրավական դաշտը եւ մարդկային ճակատագրերը հատվում են մեկ կետի շուրջ։ Փաստաբան Արմինե Հարությունյանի կալանավորումը վերջին օրերին հայտնվել է իրավական համայնքի եւ հասարակության ուշադրության կենտրոնում, բարձրացնելով մի շարք հիմնարար հարցեր ոչ միայն տվյալ քրեական վարույթի, այլև ընդհանրապես հակակոռուպցիոն արդարադատության կիրառման որակի եւ իրավական պետության սկզբունքների պահպանման շուրջ։ Չնայած հանրային հնչեղությանը, գործունեությունը շարունակում է մնալ հակասական, իսկ առաջադրված մեղադրանքը իրավաբանորեն վիճահարույց։ Ըստ պաշտոնապես շրջանառվող վարկածի Արմինե Հարությունյանը մեղադրվում է դատավորի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, սակայն այս ձևակերպումը արդեն իսկ լուրջ հարցադրումներ է առաջացնում, քանի որ տվյալ դատավորի նկատմամբ որևէ քրեական վարույթ, մեղադրանք կամ անգամ մեղադրյալի կարգավիճակ գոյություն չունի։ Իրավական տրամաբանությամբ կաշառք ստանալու եւ առավել եւս այդ արարքին օժանդակելու մասին խոսք գնալ չի կարող, եթե բացակայում է ենթադրյալ հիմնական սուբյեկտի կաշառք ստացողի առկայությունը։ Այս հանգամանքը պաշտպանական կողմը դիտարկում է որպես մեղադրանքի կառուցվածքային փլուզում, որը չի բխում ոչ քրեական իրավունքի նորմերից, ոչ էլ դատական պրակտիկայից։ Առավել ուշագրավ է նաև կաշառք որակված գումարի բնույթը։ Պաշտոնական թիմի հավաստմամբ խոսքը փաստաբանական ծառայությունների դիմաց վճարված օրինական վարձատրության մասին է, որի հարկային պարտավորությունները վաղուց կատարված են։ Եթե այս պնդումը համապատասխանում է իրականությանը, ապա առաջանում է էական հարց. ինչ իրավական չափանիշներով է իրավապահ մարմինը փաստաբանական հոնորարը վերածում կաշառքի եւ արդյոք նման մոտեցումը չի վտանգում փաստաբանական գործունեության ինստիտուտը որպես այդպիսին։ Իրականում մեղադրանքը թերևս ես հենց այսպես էլ կբնորոշեմ, անհեթեթություն է, անհեթեթ մեղադրանքների շարքին է պատկանում մի շարք հիմնավորումներով եւ ես նշեմ, որ նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքը տող առ տող մենք հերքել ենք մեր կողմից ներկայացված հիմնավորումներով, փաստերով, ապացույցներով, սակայն նախաքննական մարմինը միևնույնն է գործը ուղարկեց դատարան։ Եվ զավեշտը կայանում է նաեւ նրանում, որ Տիկին Հարությունյանին առաջադրված է մեղադրանք դատավորին կաշառք ստանալու մեջ օժանդակելու համար։ Եվ Տիկին Հարությունյանի մասով գործը գնացել է դատարան, այն պայմաններում, երբ որ դատավորը չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ։ Այսինքն Տիկին Հարությունյանի մեղադրում է մի բանի համար, ինչ որ արարք կատարելու համար, մի անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու համար, ով չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ եւ չի էլ ունենալու դատավարական կարգավիճակ մեղադրյալի տվյալ դատավորը, որովհետեւ օբյեկտիվորեն, օբյեկտիվ իրականության մեջ չի եղել նման բան։ Մենք թերևս նախաքննության առաջին իսկ օրվանից աղաղակում ենք, այսպես կասեմ, նախաքննական մարմնին հայտնում ենք, ներկայացնում ենք փաստեր, ապացույցներ, որ այդ 2 միլիոն դրամի չափով գումարը եղել է փաստաբանական ծառայության գումար։ Ես նշեմ, որ փաստաբանական ծառայության վերաբերյալ պայմանագիրը 2 միլիոն դրամի չափով կնքվել է Տիկին Հարությունյանի եւ վստահորդի միջեւ, ավելին ասեմ, այդ 2 միլիոն դրամի չափով գումարը, որը որ ըստ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացվում է որպես կաշառքի առարկա, դա մուտքագրվել է համապատասխան Տիկին Հարությունյանի ԱԶ-ի հաշվին եւ ավելին ասեմ, այդ գումարից որպես ծառայության վճարից գանձվող համապատասխան հարկի գումար հաշվարկվել եւ համապատասխան հարկի գումարը եւս վճարվել է Տիկին Հարությունյանի կողմից։ Հետևաբար այս պայմաններում ընդ որում ես նշեմ նաեւ մի հանգամանք, որ մինչեւ
այսպես ասած բանը կհասներ նրան, որ մենք ներկայացնեինք փաստաբանական ծառայության մատուցման վերաբերյալ պայմանագիրը եւ համապատասխան այդ կտրոնները, Տիկին Հարությունյանի ձերբակալելուց 1 օր առաջ ձերբակալվել էր իր վստահորդը եւ միաժամանակ տեղի էր ունեցել նաեւ վստահորդի բնակարանի խուզարկություն եւ փաստաբանական ծառայության մատուցման պայմանագրի օրինակը հայտնաբերվել էր նախ եւ առաջ բնականի խուզարկության վստահորդի տրամաբանական է, որովհետեւ պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, մի օրինակը մնում է փաստաբանի մոտ, իսկ մյուս օրինակը արդեն վստահորդի մոտ։ Սա է ամբողջ իրողությունը։ Վարույթի նյութերում ըստ պաշտպանական կողմի բացակայում են դատավորի եւ փաստաբանի, ինչպես նաեւ փաստաբանի եւ վստահորդի միջև որևէ շփում կամ խոսակցություն արձանագրող ապացույցներ։ Այս պարագայում մեղադրանքի ապացուցողական բազան հիմնվում է ոչ թե փաստերի, այլ ենթադրությունների վրա, ինչը հակասում է անմեղության կանխաբարկածի սկզբունքին։ Իրականությունը այն է, որ Տիկին Հարությունյանը պայմանագիր կնքելիս եւ առհասարակ տվյալ գործը ստանձնելիս իր վստահորդին երբևէ չի տեսել եւ իր հետ երբևէ շփումներ չի ունեցել եւ գործի վերաբերյալ եւ առհասարակ մարտավարության վերաբերյալ։ Եւ ասեմ դա ինչով է պայմանավոր, չնայած որ ունեցել է մեծ ցանկություն տեսնելու վստահորդին եւ այդ մասին նաեւ հայտնել է նախաքննական մարմնին։ Կամ միջնորդ, ով միջնորդ է հանդիսացել, որպեսզի իր բարեկամի, իր ազգականի գործը կատարի Տիկին Հարությունյանը։ Եվ բոլոր այդ քննարկումները տեղի են ունեցել միջնորդի եւ Տիկին Հարությունյանի միջև, այսինքն ոչ թե վստահորդի ու Տիկին Հարությունյանի, այլ միջնորդի եւ Տիկին Հարությունյանի միջև։ Միջնորդը եւս դատական ծառայող է հանդիսացել, ոչ դատավոր, այլ ուրեմն պաշտոնը զբաղեցրել, այս բան չեմ մտաբերի գործավար թե քարտուղար, ամեն դեպքում եւ ոչ այն դատավորի աշխատակազմում, որը ըստ մեղադրանքի կաշառք է ստացել։ Լրիվ այլ նստավայրի գործավարի եւ կամ քարտուղարի մասին է խոսքը գրում։ Տեսեք, այդ բոլոր խոսակցությունները տեղի են ունեցել Տիկին Հարությունյանի, այսինքն եւ միջնորդի միջև, այսինքն այն համատեքստում, որ նախ գործի փաթեթը ուսումնասիրել է Տիկին Հարությունյանը, այնուհետեւ ասել է այո հիմք կա, կստանցնի նշված գործը եւ իր ծառայության արժեքը կազմելու է 2 միլիոն դրամ, ընդ որում նշեմ, որ այդ հանգամանքը եւ Տիկին Հարությունյանն նշում եւ միջնորդն է իր նախաքննական ցուցմունքներով նաեւ նշել, որ ի սկզբանե Տիկին Հարությունյանը ասել է, որ իր գումարը կազմելու է այդ բռնագանձվող գումարի 10%-ը, բռնագանձվող գումարը եղել է 13 միլիոնի կարգի եւ նշել է Տիկին Հարությունյանը, որ նմանատիպ գործերով հիմնականում ինքը այդ տրամաբանության ծառայության արժեքը ասում եւ 10%-ը կազմում է 1.3 միլիոն դրամ, բայց նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ ինչպես բոլորին արդեն քաչ հայտնի է, փաստաբանական ծառայության հարկերը մոտավորապես sense 40 քանի տոկոս դարձավ, հա, sense տարբեր հարկերը երբ որ իրար գումարում ենք, մոտավորապես այդքան է կազմում, sense կոպիտ հաշվարկով Տիկին Հարությունյանը ասել է նկատի ունենալով, որ հարկերը հիմա շատ են, դա հարկերը բնականաբար էլի վստահորդը պետքա վճարի, եւ այդ պայմաններում ծառայության արժեքը կազմելու է 2 միլիոն դրամ ներառել հարկերը։ Ինչին միջնորդը համաձայնություն է տվել։ Սա է ամբողջ իրականությունը։ Եվ թերևս արդեն հետագայում միջնորդը ունեցել է որոշակի խոսակցություններ եւ իր ընտանիքի անդամի հետ, եւ ունեցել է խոսակցություններ արդեն իր ազգականի հետ, ով հանդիսացել է վստահորդը, հա, Տիկին Հարությունյանի, ունեցել են որոշակի խոսակցություններ եւ միջնորդի կողմից այդ գումարը ներկայացվել է որպես հնարավոր կաշառքի առարկա, որի հետ որևէ առնչություն չունի Տիկին Հարությունյանը։ Այսինքն Տիկին Հարությունյանի հետ կապված չկա որևիցե ինչ-որ խոսակցություն, ձայնագրություն, որ նման բնույթի խոսակցություն ա եղել եւ շատ կարեւոր հանգամանք ասեմ, այդ միջնորդը եւ նախաքննության ընթացքում, առանձին հարցաքննությունների ընթացքում եւ առերես հարցաքննության ժամանակ երբևէ չի ասել, որ Տիկին Հարությունյանը ինձ ասել է, որ այդ 2 միլիոնը կաշառքի գումար է։ Հստակ ցուցմունք է տվել, որ Տիկին Հարությունյանը ինձ չի ասել, որ դա կաշառքի գումար է։ Տիկին Հարությունյանը մշտապես ինձ ասել է, ներկայացրել է, որ դա փաստաբանական ծառայության գումարն է, պայմանագիրը պիտի կնքվի, գումարը վճարվի, ինչպես որ կատարվել է, եւ պարզապես հայտնել է միջնորդը, որ ինքը մտածել է, որ ծառայության արժեքը շատ է ու մտածել է ինչ որ հանգամանքներից ելնելով, որ հնարավոր է այդ գումարը կամ այդ գումարից ինչ որ մի մաս փոխանցվելու է դատավորին։
Այսինքն Տիկին Հարությունյանը 2 ամիս կալանք է գրել եւ հիմա այլ մեղադրյալի աթոռին է գտնվում։ Միևնույն ժամանակ այս նմանատիպ խոսակցություններով, նմանատիպ հրապարակումներով, հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարություններով նաեւ հեղինակազրկվում է դատական իշխանությունը, որովհետեւ անընդհատ խոսվում է այն մասին, որ դատական իշխանության ներկայացուցիչը կաշառք է վերցրել, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Այդ ամեն ինչը մի բանի համար, որ ինչ որ մեկը այդպես է մտածել ուղղակի։ Առանձին ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ միջնորդը մշտապես փորձել է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում վստահորդն ու փաստաբանը կարիք չունենան հանդիպելու։ Պաշտպանական կողմը իր վարկածն ունի միջնորդ հանդիսացող անձի գործողությունների եւ նպատակների մասով։ Մեղադրանքի որոշման մեջ 2 տեղ շեշտվում է, որ Երևան քաղաքի առաջնահերթյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի համապատասխան դատավորը այդ կաշառքի գումարը ստացել է եւ կայացրել է ապօրինի դատական ակտ։ Դա այն պայմաններում, երբ որ տվյալ դատական ակտը, որը որ կայացվել է դատավորի կողմից, չի բեկանվել, այն մտել է օրինական ուժի մեջ, այսինքն հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազությունը ներկայացնում են որպես դատավորի կողմից կայացված ապօրինի դատական ակտ, մի դատական ակտի մասին է խոսվում, որը օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է եւ գործում է դրա օրինականության, պարտադիրության վարկած այլևս։ Ձայնագրություններում հստակ երևում է, որ վստահորդը եւս միջնորդի հետ խոսակցությունների ընթացքում ցանկություն է հայտնում տեսնելու, հանդիպելու Տիկին Հարությունյանին։ Տիկին Հարությունյանն էլ ցանկություն է հայտնում միջնորդին տեսնելու, բայց այդ ամեն ինչը այնպես է կազմակերպվում, որ վստահորդը եւ Տիկին Հարությունյանը իրար չտեսնեն։ Եվ սա թերևս ինչի համար, սա մեր վարկածն է նաեւ, որը որ մենք տեսնում ենք գործի նյութերից, ըստ գործի նյութերի ինչ որ 400 քանի հազարի մասին է խոսվում, հենց այդպես էլ խոսվում է, 400 քանի հազար ըստ ձայնագրությունների, խոսվում է այդ միջնորդի ընտանիքի անդամի իրանց, այսպես ասած, խոսակցություններն է, որին որևէ մասնակցություն Տիկին Հարությունյանը չի ունեցել։ Խոսվում է այն մասին, որ ինչ որ 400 քանի հազար դրամ է նաև մինչև այդ process-ը իբրև փոխանցվել, տրվել փաստաբանին, այն պայմաններում, երբ որ նման գումար չի տրվել Տիկին Հարությունյանին, այն պայմաններում, երբ որ առերես հարցաքննության ժամանակ էլ միջնորդը հստակ նշեց Տիկին Հարությունյանի կողմից բացառապես 2 միլիոն դրամի մասին է խոսք եղել որպես փաստաբանական ծառայության արժեք։ Երբ որ մենք վերլուծում ենք այդ ամբողջ գործի նյութերը եւ հրախոսային խոսակցությունների արդյունքում ստացված արձանագրությունները, երբ որ մենք նայում ենք, ինչ են խոսում միջնորդը, միջնորդի մայրը, ինչպես նաեւ վստահորդը, ովքեր բոլորը իրար ազգականներ են, ինչ որ տպավորություն է ստեղծվում, որ Տիկին Հարությունյանի անվան տակ որպես փաստաբանական ծառայության վճար ինչ որ գումար է վստահորդից վերցվել, որը չի հասել Տիկին Հարությունյանին։ Ու երբ որ եկել է ժամանակը Տիկին Հարությունյանին վարձատրելու իրեն հասանելիք 2 միլիոն դրամը որպես իր հոնորար, այդ ժամանակ արդեն դա ներկայացվել է միջնորդի կողմից իր ենթադրությունները նաև վրան դնելով որպես կաշառքի գումար։ Նաև այս վարկածը կա եւ այս վարկածը բխում է գործի նյութերից, օբյեկտիվ ապացույցներից, որովհետեւ դրա վերաբերյալ ձայնագրություններ կան նաեւ հստակ։ Հակակոռուպցիոն դատարանը նախնական դատալսումների փուլում փոխեց Արմինե Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, ինչը որոշ չափով հավաստում է, որ դատարանը առնվազն կիսել է պաշտպանական կողմի այն մտահոգությունը, որ ազատությունից զրկումը այս փուլում համաչափ եւ հիմնավորված չէ։ Խափանման միջոցի փոփոխություն տեղի ունեցավ եւ այս պահին Տիկին Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ են համակցված կիրառվել։ Ըստ էության մենք սպասում ենք դատական նիստի, ունենք նախանշած դատական նիստ դեկտեմբեր ամսին է լինելու, այս պահին կդժվարանամ նշել օրը, բայց ակնկալիքները շատ մեծ են, որ Տիկին Հարությունյանը արդարացվելու է, որովհետև Տիկին Հարությունյանը որևէ հակաիրավական արարք չի կատարել։ Արդյունքում այս գործը դուրս է գալիս մեկ քրեական վարույթի սահմաններից եւ վերածվում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության լրջագույն փորձաքարի, երբ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ առաջադրվում են իրավաբանորեն խոցելի մեղադրանքներ, իսկ պաշտպանվելու հիմնարար իրավունքները հայտնվում են վտանգի տակ, հասարակության մոտ անխուսափելիորեն ձևավորվում է ոչ թե արդարադատության վերականգնման, այլ ընտրովի եւ կախյալ դատավարությունների տպավորություն։ Առանց կոնկրետ փաստերի, առանց կոնկրետ ապացույցների, ինչ որ մեկը
կներեք արտահայտությանս համար քնեց, արթնացավ, որոշեց, որ իր սուբյեկտիվ ենթադրությամբ այդ գումարը մի քիչ շատ էր փաստաբանի համար, հնարավոր է այդտեղից գումար տրվելու դատավորին, ինչ որ մեկի մտքերի համար սուբյեկտիվ, ով նաև քննիչին է հայտնել, որ դա իմ սուբյեկտիվ մտքերն են, ով նաև առերեսման ժամանակ է հայտնել, ով 5 անգամ հարցաքննվել է, 5 անգամ նույն բանն է ասել, հանկարծ տենց պետությունը իդեմս պատկան մարմինների տարածում է, որ դատավորը կաշառք է ստացել։ Ինչ է սա, եթե ոչ պետության կողմից, պատկան մարմինների կողմից դատական իշխանության հեղինակազրկում։ Բնականաբար դա շատ վատ է անդրադառնալու եւ կարիերայի առումով անձանց, եւ Տիկին Հարությունյանի կարիերայի առումով, եւ դա շատ վատ է անդրադառնալու հանրային ընկալման առումով։ Տեսեք, սովորական քաղաքացին, ովքեր չի տիրապետելու այն գործի փաստերին, ինչ որ մենք տիրապետում ենք, կամ նույնիսկ երբ որ հաղորդումը դիտի, մեր փաստարկները լսի, միևնույնն է իր ամոչ լինելու է նստվածք, որ ինչ որ մի բան կա, որ գործը հասել է դատարան։ Ու այդ հանրային ընկալումը մեծացնում է անհավատությունը դատարանի նկատմամբ, ինչի համար։ Եթե դուք չունեք ոչ մի բան, ոչ մի ապացույց, չեք էլ ունենալու, որովհետև նման բան չի եղել։ Ինչ է կաղաղակում ու անհիմն մեղադրանքներ առաջադրում։ Ինչ է կնոջը տանում կալանքի, երբ որ դուք եք տեսնում, որ այդտեղ գործ չկա։ Արմինե Հարությունյանի գործով հնարավոր արդարացման դատավճիռը կարող է դառնալ ոչ միայն անհատական հաղթանակ, այլև կարևոր նախադեպ իրավապահ համակարգի հաշվետվողականության եւ իրավական չափանիշների վերաիմաստավորման համար։ Հակառակ դեպքում յուրաքանչյուր նման գործ խորացնում է հասարակության կասկածը, թե արդարադատությունը չի ծառայում ճշմարտությանը, այլ կարող է դառնալ ճնշման կամ հաշվեհարդարի գործիք, վտանգելով դատական իշխանության անկախությունն ու նրա հանդեպ հանրային ընկալումը որպես արդարության վերջին ատյան։